It's such a great, wonderful privilege to come to Armenia again. Նորից Հայաստան գալը մեծ արտոնություն ու հաճություն է ինձ։ I enjoyed every minute of our last visit 2 years ago. Երկու տարի առաջ որ եկել ենք, այդ ամեն վայրկյանը վայելել եմ այստեղ։ And talking to Martin, we said we went home with more than we actually came to bring spiritually. Ես Մարտինին ասում եմ, իրականում մենք ավելի շատ վերցնում ենք, քան բերում ենք հոգևոր ձևով։ We went home with full hearts and really blessed. Որտեղ երբ ես լցված եմ լինում, ես օրհնված եմ։ Because where God's Spirit is, there's always a blessing for everyone. Որտեղ Աստծո հոգին ալնում, բոլորին էլ օրհնություն հասնում է։ And I want to start by picking up really where Martin left off about us having this wonderful treasure within. Ես ուզում եմ շարունակեմ ինչ որ Մարտինը սկսեց, որ այդ պարգևը յուրահատուկ այդ գանձը մենք ունենք մեր ներսում։ This resurrection life within us. Դա հարուցյալ կյանքն է մեր մեջ։ I'm just going to base what I'm going to speak on in 2 Corinthians 4, and Karen will read that from. Պետք է ընթերցեմ երկրորդ Կորինթացիների 4-րդ գլխից 6-7 խոսքերը, խնդրում եմ դուք ձեր հաշվարկություններին հետևեք, որտեղ ամեն մեկը սովորենք մեր թարգմանությամբ, որտեղ Աստված, երբ որ հրաման արեց, որ խավարից լույս ծագի, ինքն էլ մեր սրտերու մեջ ծագեց Աստծո փառքի գիտության լույսը տալու համար Տեր Հիսուս Քրիստոսի անձի միջոցով։ Եվ մենք այս գանձը հողի ամանների մեջ մեր ունենք, որպեսզի զորության առավելությունը Աստծուց լինի եւ ոչ թե մեզանից։ So the God who said let light shine into darkness ու երբ որ Աստված ասեց խավարի մեջ լույս լինի, has shone his light into our hearts. Նույն ձևի Աստված ասեց, որ այդ լույսը մեր սրտերի մեջ ծագեց։ We are all significant, highly valued people in God's eyes. Ու մենք Աստծո աչքերի մեջ շատ խիստ կարևորված անձնավորություններ ենք։ Of such value that he thinks we're worth putting the Holy Spirit within us. Այնքան կարևոր ենք իր համար, որ Աստված իր Սուրբ Հոգին դրել է մեր ներսում։ And the Holy Spirit reveals the glory of Christ, Եվ Սուրբ Հոգին, որը հայտնում է Քրիստոսի փառքը, which thrills our hearts and draws us towards him. ու այդ հայտնությունը Քրիստոսի փառքի մեր սրտերը թրթրացնում է եւ տանում է դեպի իրեն, ողում է դեպի իրեն։ The Holy Spirit is continually working to glorify Jesus. Եվ Սուրբ Հոգին շարունակական գործում է, որպեսզի մեր մեջ փառավորի Հիսուսին։ And the Father, God the Father. Հայր Աստծո։ So he reveals to us God the Father, Jesus Christ, Ու Հոգինն է մեզ հայտնում Հայր Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին։ and that we are sons of God in the family of God. Եվ դրանով ենք մենք ընդունված մեզ զգում որպես որդիներ Աստծո ընտանիքի մեջ։ I mean, it's such an astonishing thing to say that as we walk around in life, Հետաքրքիր է ասելու, որ ինչպես մենք ապրում ենք այս աշխարհում, we have the living God within us. մենք կենթանի Աստծուն ենք մեր հետ։ Hallelujah. His Spirit is within us in every circumstance and situation. Ցանկացած իրավիճակում եւ պահի մեջ իր Հոգին մեր հետ ու մեր մեջ է։ Whether we feel him or not, his Spirit is in us. Անկախ նրանից կզգանք դա թե չենք զգա, իր Հոգին այնտեղ է մեր մեջ է։ I want to really major on this amazing privilege to walk with God by his Spirit in us. Ուզում շեշտադրեմ այդ կարևոր արտոնությունը, որ Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ։ But before that, I want to zoom out and take a much wider picture. Ուզում եմ նաև մի տեսակ դուրս գանք ու մեծ պատկերով դիտարկենք դա։ We live in extraordinary times where God is on the move. Մենք ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջաններում, երբ որ Աստված շարժվում է։ In many European cities, there's a trickle of people coming into churches. Բոլոր համարյա եվրոպական մեծ քաղաքներում տեսնում ենք մարդկանց հոսք, որ գալիս են սկսել են գալ եկեղեցիները։ And it is a trickle, it's a slow trickle of people coming into church. Ու այդ հոսանքը նկատելի է, որ մարդիկ սկսել են գալ եկեղեցի։ So we see some churches who've got vast buildings are empty, Ու ունենք եկեղեցիներ, որոնք մեծ շենքեր ունեն, բայց դրանք դատարկ են, and others are outgrowing their space. եւ մյուսները, որոնք ուղղակի արդեն տեղ չունեն մարդկանց համար, այնքան լցվում են մարդիկ։ And the young people are coming and being drawn into churches uninvited by things like dreams. Ու երիտասարդները առանց որևէ մեկի հրավերի, բայց երազների միջոցով գալիս են եկեղեցի, գտնում են եկեղեցիները։
In a way, they're a lost generation. Ու դրանք են կորած սերունդն են։ They've got every bit of information technology. Սրանք են մարդիկ են, որոնք իրենց ձեռքին ունեն հնարավորությունը բոլոր տեխնոլոգիաների եւ ինֆորմացիայի։ Lots of comforts in the world. Աշխարհում շատ ճամբարներ կան իրենց համար, Access to gymnasiums, հնարավորություններ ունեն գիմնազիաներում սովորելու կամ կրթական համակարգերում, leisure time. հանգստի, զվարճանքի ժամանակ ունենան, But still there's an aching in the heart for satisfaction. բայց մի հնույն է իրենց սրտերում մի հատ ցավ կա, որը անբավարարվածության ցավն է։ There's a craving for truth. Կա կարիք դեպի ճշմարտությունը, And because we are spiritual beings, we need to be satisfied spiritually. որտեղ մենք բոլորս հոգևոր անձիկ ենք եւ կարիք ունենք հոգևոր բավարարվածության։ So in life we can satisfy our mind with learning. Կյանքում մենք կարող ենք բավարարել մեր ասենք մտքի կարիքը ինչ-որ նոր բաներ սովորելով, Our body with training. մեր մարմինը բավարարել ֆիզիկական աշխարհի վարժություններով, But only the living God can satisfy the yearning of our soul. բայց մեր հոգու, մեր սրտի կանչը միայն կենթանի Աստված կարող է բավարարել։ And many of the young people are coming to church because of a yearning, a longing for something else. Շատ երիտասարդներ են գալիս են այսօրերին եկեղեցին, գալիս են, որ իրանց սրտում զգում են այդ կանչը, այդ կարիքը կենթանի Աստծո։ Quite recently I had the tragedy of attending a funeral of a man under 20 years old. Ցավոք սրտի վերջերս ես մի 20 տարեկան երիտասարդի մահվան թաղման էի, թաղման արարողությանն էի մասնակցում։ And this Anglican church was packed with hundreds of young people. Դա անգլիկան եկեղեցիերով հարյուրավոր երիտասարդներ կային այնտեղ։ And they'd been out drowning their sorrows with alcohol, drinking to comfort. Can you repeat it? The people in the church had been drinking to comfort themselves before the funeral. Ու ես նկատեցի, որ հուղարկավորությունից առաջ եկեղեցու մարդիկ ալկոհոլ էին օգտագործում կարծես մխիթարվելու համար, մինչև թաղումը լիներ։ There were several hundred there. Մի քանի հայրերն էին այնտեղ։ And the preacher didn't really preach Christ. Իրականում քարոզիչը տենց էլ չէր, որ Հիսուսին քարոզեց։ And they looked lost. Եվ մարդիկ ովքեր այնտեղ էին, կարծես տենց այդպես էլ ոնց որ չհասկացան ինչ մասն է խոսքը։ And I felt a deep compassion come up in my heart. Բայց իմ սրտում զգացի այդ մեծ ցավը, կարիք ցանքը։ And I started to cry out to God, save them, save them. Ուսեցի կանչել Աստծուն, փրկիր իրենց, փրկիր իրենց։ And I just felt the Holy Spirit in me with almost a grieving for them. Ու ես զգում եմ ոնց է Սուրբ Ոգին իմ ներսում լացում իրենց համար, սքում է կորած սերունդի համար։ And as I sat quietly, suddenly God spoke to me. Ու երբ որ ես այդ լացի մեջ էի, Սուրբ Ոգին խոսեց ինձ։ He said very gently in his fatherly voice. Ճիշտ իր տենց հայրական մեղմ ձայնով խոսեց ինձ։ He said, I will fill my churches again. Ես նորից իմ եկեղեցին կլցնեմ։ He then paused and said, with people like this. Ու հետո մի կարճ պաուզա տվեց, դադար տվեց ու ասեց այս sense մարդկանց հետ։ And God's Spirit is on the move. Աստծո հոգին շարժվում է։ And we need to be available and ready to move with God's Spirit. Եվ մենք պիտի պատրաստ լինենք Աստծո հոգու հետ շարժվելու համար։ He's doing astonishing things that just mystify us. Զարմանալի բաներ Աստված անում, որ ուղղակի առողջված են մեր համար։ I was walking in Scotland with my wife. Կնոջ հետ Շոտլանդիայում ենք զբոսնում։ This was only a few months ago. Մի քանի ամիս առաջ էր սա պատահեց։ And we were in a very remote place with hardly any people. Մենք մի տեղում ենք, որ շատ հեռու էր մնացած մարդկանցից, համարյա ոչինչ չկար։ And a young man came down the path towards us. Ու մի երիտասարդ էր քայլում դեպի մեզ։ And he looked like the Portuguese footballer Ronaldo. Ու շատ նման էր Պորտուգալացի Ռոնալդոին, մեր մոտ իհարկե տենց մի քիչ այդքան էր։ Very good looking young man. We just lost to Portugal 9-1, so you know. It's empty. Ասում ենք ինը մեկ կրվել ենք իմ ոնց որ ինքը հերոս չի մեր։ Բայց շատ նման էր։ Թիկներ, բարձրահասակ, very expensive clothes. շատ թանկ հագնված։ And he came walking towards us and pointed to where we'd been. Ու եկավ դեպի մեզ եւ շրջվեց դեր որտեղ էինք գտնվում։ He said, is it worth seeing? Is it worth going to? Where's the sea? Where we've just come from, the path. Մենք ոնց որ
ասում եք տեսարժան տեղ, հա։ Հա, ասում եմ որտեղից որ գալիս ենք, ոնց որ մեզ հարցեց այդ որտեղից գալիս եք արժանի են, բան կան այլու։ Արժի գնա։ We said, yeah, it's very beautiful. Ասենք հա շատ գեղեցիկ է։ He said, have you been up that mountain up there and pointed to a mountain? Ոնց որ մի հատ սարի ցույց տվեց, ասի իսկ այդ սարը եղել եք։ And I didn't know where the conversation was going. Ու ես չեմ հասկանում ինքը ուր է տանում խոսակցությունը։ He said, I've just had an experience on that mountain that's shaken me. Ասած հենց նոր ես այդ սարից եմ գալ, այնտեղ այդ փորձառություն եմ ունեցել, ուղղակի ինձ ցնցել է։ He said, I walked into some strange presence. Ես եւ որ բարձրացան, ասում մտա մի հատ տարօրինակ ներկայության զգացողության մեջ։ He said there was intense peace like I'd never experienced. Ու մի հատ յուրահատուկ ուժեղ խաղաղության զգացում կար, որ երբևէ չեմ վերապրել այդպես։ And he said, in a single moment, I knew several things. Ոնց այդ ակնթարթի մեջ ես մի քանի բան իմացա։ He said, I knew that money didn't matter. Ես հասկացա, որ փողը էական չի։ All the relationships with girls I've had didn't really matter. Այն աղջիկները ում հետ ես հաղորդակցություն եմ ունեցել, դրանք էական չէ։ And everything in life didn't really have a purpose and a meaning. Ու այս կյանքում իրականում ոչինչ նպատակ ունի ոչ նշանակություն։ He said it was like this presence was showing me that there was ultimate peace to be had. Ու ես ոնց որ հասկացա, որ կյանքի ողջ իմաստը այսպես խաղաղություն ունենալն է։ I said, do you think you've just encountered God? Ես ասացի, կարծում եմ դու Աստծուն ես հանդիպել։ He said, well, I've got lots of questions about God. Այդ դեպքում ես ասում եմ Աստծո հետ կապված շատ հարցեր ունեմ։ And he just looked at me and wept. Ու ինձ նայեց ինձ ու լացել։ And I said, I'm a pastor. Ասի ես հովիվ եմ։ He wept even more. Հենց իմացա որ ավելի սկսեց լացել։ He said, I had this experience on the mountain and walked straight into a pastor. Ես նոր Աստծուն հանդիպեցի, հիմա էլ հովիվ եմ հանդիպել։ I started to explain about Jesus. Վերցեցի բացատրել իրան ով է Հիսուսը։ And he was a broken man, having encountered God in this way. Ու ինքը մի կոտրված մարդ էր, որը հանդիպել էր Աստծուն յուրատուկ ձևի։ And we prayed together, Միասին աղոթեցինք, and he didn't want to go. ու չէր ուզում հեռանալ մեզանից։ Just kept hanging around, and the conversation was really awkward because we had sort of finished talking. Խոսակցությունը կարծես վերջացրել ենք արդեն, բայց չէր ուզում հեռանալ մեզանից, շատ տարօրինակ պահեր էր պահը։ So I believe in this generation, God is doing things that we've never seen before. Ես հավատում եմ, որ այս սերունդի մեջ Աստված բաներ անում, որ մենք մինչև այս չենք տեսել։ And it's a season where we need to prepare our hearts. Ոստի սա մի ժամանակ է, որ մեր սրտերը պիտի պատրաստած լինենք։ And many things need to be done within our hearts to make us able to serve in the way God wants Դա us to. նշանակում է, որ մեր սրտում բաներ կան, որոնք մենք պիտի պատրաստ ունենանք, որպեսզի Աստված կարողանա մեզ օգտագործել ծառայելու համար։ I would call this the preparation phase. Ես կոչում եմ պատրաստման ժամանակ։ I think the very first thing God wants with us is a holy, really close-knit unity with Him. Կարծում եմ վստահ եմ, որ առաջի ու կարևոր բանը, որ Աստված այդ պատրաստման մեջ ուզում է մեզանից իր հետ մոտիկ անձնական հարաբերություն ունենալ։ Amen. A beautiful, harmonious, holy union with Him. Ներդաշնակ, տենց հարազատ, տենց հայերեն ասած համով հոտով հարաբերություն։ I felt recently He was saying, declutter your life, get rid of rubbish. Ես ասում եմ այսպես, ձեր կյանքը մաքրեք աղբից, ավելորդ բաներից։ Make time to delight yourself in me. Ու Աստված կարծես ասում է, ձեր կյանքը ազատեք զիբիլներից, որպեսզի իմ հետ ժամանակ ունենալու այդ վայելքը ունենաք։ And as we sit before Him in the presence of the Spirit, Ու երբ որ մենք իր ներկայության մեջ ենք գնում իր հոգիով, He shows us wonderful things about Christ and the Father ու սկսում է Սուրբ հայտնել մեզ բաներ Հոր եւ Քրիստոսի մասին, that we've never seen before. բաներ, որ մինչև այդ չենք տեսել։ And our joy is filled up and up and up. Ու այդ մեր մեջ կառուցում ու ավելացում է ուրախություն ավելիով ու ավելիով։ But sometimes God prepares us in a different season. Երբեմն Աստված մեզ պատրաստում է այլ եղանակի համար։ He takes us into the desert. Մեզ տանում է երբեմն անապատ։ Now, deserts aren't always bad, Միշտ անապատը վատ տեղ է, not when you're walking with God. բայց ոչ եթե դու Աստծո հետ ես քայլում։ We see from the scriptures that many people have walked with God in a desert time. Ու տեսնում ենք, որ Աստված շատերին տարել անապատներ։
Moses spent 40 years in Midian, 40 տարի Մովսեսը Մադիանի անապատում անցկացրեց, having lived in opulence and wealth as a prince. որ դրանց առաջ ապրել էր ուղղակի տենց ճոխության մեջ որպես արքայազն։ He must have been thinking, God, what are you doing with me? Երբ մտածում էր, Տեր Աստվածաշի գալատ բերել իմ գլխին 40 years in this place with a few sheep, 40 տարի ուղղակի ոչխարների հետ մի կանում։ and I've got all this knowledge, all this understanding of you, all this wonderful wisdom from Egypt. Ու ես ստիպված եմ այս ունենալով այդ Եգիպտոսի այդ ողջ իմաստությունը, այդ գիտելիքները, այստեղ ես 40 տարի անապատում անցկացրել։ But God was teaching him dependence on him. Բայց Աստված այդ տարիներին սովորեցնում էր կախված լինել իրենից։ And actually, dependence and obedience are two amazing things. Իրականում կախվածությունը եւ հնազանդությունը ամենակարևոր բանալի բաներն են Աստծո հետ կայլելու համար։ But one thing is for sure, if you feel like you're in a desert place with God, ու վստահ եղի, եթե քեզ զգում ես կարծես թե անապատում ես, He will lead you out of it. շատ լավ է, որտեղ ինքն է քեզ առաջնորդելու եւ դուրս անելու։ In Song of Songs, chapter 8, verse 5. Which psalm? Song of Songs, chapter 8, verse 5. Եկեղեցի 8:5-ը ասում է։ There's a very short verse. Շատ կարճ խոսք է։ It says this: Who is this coming from the desert, Ասում է ով է որ գալիս է անապատից leaning on her lover? եւ իր սիրելի վրա կրթնած է։ And it's a picture of the church dependent on Christ. Կարծես դա եկեղեցու պատկերն է, որ Քրիստոսի հենված դուրս է գալիս անապատից։ And there's a leaning, a gaining strength. Ու այդ կրթնելու ժամանակ ավ դու ոնց որ զորություն ես ստանում։ That's where we find our worth and our value in the eyes of God. Դա այն ժամանակն է, որ մենք Աստծո աչքերի մեջ սովորում ենք գտնել մեր արժեքն ու գնահատականը։ So Moses, Joseph, Daniel, all of these seasons of not being where they don't want to be. Ովսեփը, Մովսեսը, Դանիելը ու շատերը եղել են ժամանակներ, որ չէին ընտրի լինելու տենց այդ ժամանակներում։ For uncomfortably long times. Ու անհարմար երկար ժամանակ են եղել այդ իրավիճակներում։ But they were taught to be dependent and actually obedient to the Holy Spirit. Բայց այդ ժամանակներում են, որ սովորել են կախված լինել եւ հնազանդ լինել Սուրբ Հոգուն։ So Joseph in prison, he didn't get all grumpy and sad saying God's left me. No, ինքը օրինակ Ովսեփը որ բանտում էր գտնվում, լիքը բան կորցրել էր ու մտածում էր որ Աստված մոռացել է իրեն։ The minute he was called upon to actually interpret a dream for the Pharaoh, Հետաքրքիր է ինքը նույնիսկ Փարավոնի երազը մեկնեց, his clothes were changed, he was shaved, and he was brought before the Pharaoh and spoke God's word. ու փոխեցին իրան, հիշում եք, Փարավոնին առաջ տանելուց առաջ իր շորերը փոխեցին, սափրեցին իրան, ուսոտ պատրաստեցին Փարավոնի խոսքը փոխանցելու համար։ Are we ready if someone called us and said, I've had a dream? Արդյոք մենք էլ ենք պատրաստված, երբ որ ինչ-որ մեկը մեզ կանչի, ասի ես երազ եմ տեսել, ուզում եմ դու ինձ մեկնես դրան։ I was really taken by the Asbury revival in America. Ամերիկայում այդ Asbury այդ արտնությունը ինձ զարմացնում է շատ տես տարված եմ նրանով։ There was a guy like me, wasn't a very good preacher, Իմ նման մեկն էր, որ տենց հայտնի քարոզիչ էր, and he preached his sermon, ու ինքը մի տենց օրական քարոզեց, didn't think he'd done very well, ու չէր մտածում որ լավ բան արել։ and he got in his car and texted his wife and said, crashed and burned again. I didn't do very well in the sermon. Ու այդ իր քարոզից հետո կնոջը SMS ագերում ասում են նորից ոնց որ ձախողվել է, չի ստացվել, լավ չստացվեց քարոզից։ Now I listened to his sermon, and right at the end he said this. He said, if you are hungry to meet with God, ask him and you will have an encounter with God. Ու այդ ձախողված քարոզի վերջում ես լսել եմ ասում այդ քարոզը, ձախողված քարոզի վերջում ինքը մի հատ արտահայտություն է անում, այդ արտահայտությունը սա է, եթե դու ծառայել ես Աստծո համար, խնդրի իրան ու ինքը գալ կլցնի քեզ։ And about 5 or 8 students gathered in a little group. Որան փոքր խումբ էր, որ 5 թե 6 ուսանողներ էին հավաքված, Everyone else had left, եւ բոլորը հեռացան, and they were just saying, God, we're so hungry and thirsty for your presence.
The students were saying that God was saying. Եվ բոլորը գնացին այդ մի փոքր խումբը մնաց, նայեցեք գնացին շատերը, այդ մի փոքր խումբը մնաց ու ասացին, «Տեր մենք ծառայենք քեզ»։ Everyone had gone home. Բոլորը Back գնացին to their տուն, rooms. իրանց So սենյակները, hungry, we're so thirsty. for նրանք your ովքեր presence. մնացին, ասում են մենք սոված ենք ու ծառայենք քեզ Տեր։ And God honoured their prayers and descended in a tremendous presence on that Աստված little group. հարգեց այդ կանչը եւ իջավ շատ յուրահատուկ ներկայությամբ։ They were WhatsApping friends saying, "Come back, God is here." Ու God is իրանք here. ասեցին անցերկերներին WhatsApp-ով գրել, հետ եկեք, Աստված է եկել։ Suddenly, hundreds were coming into the chapel, Ու հարյուրավորներ հետ եկան այդ ժողովի տեղ։ and God brooded over the chapel. Ու Աստված շարժվում էր այդ His presence lit. արեցքում ներկայությունով։ Addictions left people. Մարդիկ ովքեր կախվածություններ ունեին ազատագրվեցին, Relationships were repaired. հարաբերությունները որոնք կոտրված են վերականգնվեցին։ His presence rested on that place for several months. Ու երկար ժամանակ ամիսներ իր ներկայությունը ընդեր էր։ People from all over the world started to fly into Asbury, Մարդիկ տարբեր տեղերից աշխարհի թռչում էին գալիս էին որպեսզի մասնակցեն այդ ասպետը։ desperate just to experience God. Որտեվ հուսահատորեն կարիք ունեին Աստծուն վերապրելու, հանդիպելու իրան։ How's our hearts? Are we desperate? Are we hungry and thirsty to Արդյոք meet մեր with God? սրտերն են տենց ծառավի ու կարիքի դեպի Աստված։ Ամեն։ The thing is that in God's presence, often things in our own heart are shown up. Աստծո ներկայության մեջ շատ անգամ բաներ, որոնք մեր սրտում թաքցված են, սկսում են դրսևորվել։ And some of the people who went to Asbury went to be seen by others. Եվ մարդիկ ովքեր եկել էին այդ ասպրի, սկսեցին ոնց որ տեսանելի դարձան շատերի համար։ They wanted to preach or to lead worship or to be seen on the stage. Եվ նրանք ովքեր մասնակցեցին, սկսեցին փառաբանություններ վարել, քարոզչություն անել, այսինքն ովքեր վերապրեցին Աստծուն, սկսեցին ծառայել նրանց։ But others just wanted to go and sit in the presence of God. Մյուսները ուղղակի գալիս էին, ուզում էին մնային Աստծո ներկայության մեջ նստած։ God, change me. Որտեղ Աստված փոխում էր իրենց։ I'm thirsty for you, hungry for you. Ու սա էր խոսքը, միտքը, ես քո կարիք ունեմ, ես ծառայեմ քեզ։ When we compare ourselves with each other's at times, Երբեմն մենք մեզ իրար հետ ենք համատում, we think we're doing okay. ու մտածում ենք, ամեն ինչ լավ է, էլի, երբ որ իրար հետ համատում ենք։ When we encounter God, Բայց όταν մենք հանդիպում ենք Աստծուն, we realise that we still have work to do. մենք հասկանում ենք, որ լիքը բան կա մեր կյանքում արվելու, His work in our hearts. որտեղ ինքը պետք է գործի մեր սրտերում։ It's all His work in our Իրականում hearts. մեր սրտերը իրագործելու տեղն է, ինքը պետք է գործի։ I briefly looked at when Isaiah in chapter 6 encountered God. Ես ուրեմն հիշեցնեմ ձեզ այնտեղը Եսայի մարգարեության 6-րդ գլխում, երբ որ Եսային անձամբ հանդիպես Տիրոջը տաճարում։ He caught a glimpse of God and it said the threshold and doorpost shook of the temple. Մենք ասում ենք, որ Տիրոջ քղանցքը փեշերը, հա, շորի լցրել էր ողջ տաճար ու ցնցում էր տաճարի հիմքերը։ He said, I'm undone, I'm unclean. Ու դրա մեջ ինքս կանչել ես անմաքուր եմ, ես արժանի չեմ։ Everyone else in Israel would have said he's a great prophet, he speaks with a clean mouth, he's really, really holy. Ինչևէ դիք արդեն մարգարեր իրականում ու բոլոր Իսրայելում իրան ասում են ինչ լավ սուրբ մարդ է ինքը, ինչ մաքուր խոսքեր ունի իր բերանում։ But in God's presence he felt unworthy. Բայց Աստծո ներկայության մեջ ինքը լրիվ ուրիշ բան էր զգում, իրեն անարժան էր զգում։ And the seraph came and touched his lips Եվ Սերոբեն եկավ ու հպվեց իր շրթունքներին and gave him clean lips, ու նոր մաքուր շրթունքներ տվեց։ a foreshadowing of what Christ does for us. Իրականում դա նախապատկերն է այն բանի, ինչ որ Քրիստոս մեզ համար անում։ He purifies us in ways we can't do ourselves. Որտեղ նա սրբագործում է մեզ այն ձևով, որ մենք ինքներս երբեք չենք կարող անել մեր համար։ So in God's presence we are changed to be more like him. Ու այդ իր ներկայության մեջ է, որ մենք իրապես կարող ենք փոխվել իր նման դառնալով։ When we encounter the divine, Եվ we are մենք հանդիպում challenged. ենք Աստծուն, դա նաև մարտահրավեր է դառնում մեզ։ And we somehow lose appetite for competing with one another. Եվ մենք հանդիպում ենք Աստծուն, կորցնում ենք իրար հետ մրցելու այդ ախորժակը, այդ ցանկությունն ու անհանգստությունը։ Or wanting to be seen or heard. Եվ ոչ էլ ուզում ենք, որ հատուկ մեզ նկատեն, մեզ լսեն, մեզ ընդունեն։ When we encounter God, we're willing to
be radical in reconciling with other people. Եվ մենք հանդիպում ենք Աստծո հետ, կարծես մենք արմատականորեն փոխվում ենք, ռադիկալ ենք դառնում, եւ ուզում ենք մեր հարաբերությունները ճշտենք մարդկանց հետ։ We step over an offence and we shake hands with someone and hug them. Մենք կարծես անցնում ենք այն պատերի վրա, որը կառուցվել են մեզ բաժանելու, անցնում ենք դրանց վրա, ու ձեռք ենք մեկնում իրար հետ հարաբերություն հաստատելու համար։ So our spiritual effectiveness and power comes from obedience and surrender. Եվ մեր հոգևոր արդյունավետությունը եւ կարողությունը գալիս է մեր Աստծո առաջ հնազանդությունից եւ ընդունելուց իրան։ It makes us usable and powerful in God's hands. Իրան դիպում ես դարձնում է օգտակար իր համար եւ օգտագործելի իր ձեռքերի մեջ։ We all know Philippians 2 where Jesus is described as being in the very nature God. Փիլիպպեցիների երկրորդ գլխում կարդում ենք, որ Հիսուսը լինելով Աստծո բնություն ունեցող մեկը որպես but taking on the nature of a servant. Բայց թողեց ընդունելու համար ծառայի պատկերը կերպարանքը։ Being obedient to death, Եվ մինչև մահվանն ազատություն ունեցավ, even death on a cross. ու այն էլ խաչի վրա եղած մահվանը։ Therefore God raised him up to the highest place, Դրա համար էլ Աստված բարձրացրեց իրան ամենաբարձր տեղ։ gave him the name above every name, Եվ իրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է։ that at his name every knee should bow. Եվ որպեսզի իր անունին, այդ տրված անունին ամեն ձուն ծառի։ So we can ensure that our inner temple, this temple of the Holy Spirit, Ուստի մենք վստահ ենք, որ երբ որ մենք մտնում ենք Սուրբ Հոգու տաճարի մեջ, is purified through encounter and relationship with God. եւ այդ տաճարում որ մենք Աստծուն հանդիպելու եւ հաղորդակցություն ունենալու միջոցով ենք, որ մաքրագործում ենք։ It's a place where our joy in God starts to flow. Այդ այնտեղն է, որ իրական աստվածային ուրախությունն է սկսում մեր սրտերում գործել։ We then walk with this wonderful treasure in this jar of clay, Բայց սկսում ենք գործել մեր մեջ եղած այդ կավի ամանի մեջ եղած այդ թանկ բանի միջոցով։ and you feel an excitement of him wanting to come out. Ու դու այնքան ուրախանում ես մենակ այն բանի համար, որ ինքը սկսի դրսևորվել քո մեջից։ There's a point reached where Christ is not in us just for our benefit, but for the benefit of others. Որով գալիս է մի պահ, որ Քրիստոս քո մեջ է ոչ թե քո օգուտի համար, այլ այլոց համար, ուրիշներին օգուտ բերելու համար։ And he would prompt us and tempt us into things that you say, go and do that, Chris. Եվ ինքը շուշում է մեզ մղել բաներ անելու, օրինակ շուշում է Քրիս գնա սարա։ And sometimes there are things that make your knees tremble. Ու երբ որ դու լսում ես, որ քեզ ասում է գնա ինչ արագ, ու ծնկները դողում է դանելուց առաջ։ They're completely out of your comfort zone. Որտեղ այն ինչ որ ինքը քեզ ասում է անելու, քո կոմֆորտի զոնայից այն կողմը։ Because the Holy Spirit of God in you knows the situation you're in and the people you're with. Մոռանում ես, որ Սուրբակի քո մեջ ամեն ինչ գիտի քո իրադրության մասին, հետ մարդկանց մասին, հնարավոր հետևանքների մասին։ And so he provokes you, says, go and do that. Ու դրա համար ինքը քեզ բան անում, պրովոկացիա է ենթարկում, հայերեն ոնց է պրովոկացիա։ Սադրիչ է ինքը, սադրում է քեզ նոր բաներ, փորձառությունների։ I walked past a man sitting in a construction truck. Մի անգամ ես անցնում էի մի տենց շինարարական մեքենայի մոտով, դեռ մարդ կար մեջ նստած։ He was a giant of a man. Giant. Հսկա էր, հսկա մարդ էր։ He looked very grumpy and unapproachable. Շատ տենց մռայլ ու մեկներ, որ հետ չես ուզի շփվես, տենց ավելով երկու բառ խոսես։ Holy Spirit just said, Chris, go and tell him I love him as a father loves a son. Ուսոպակին դաս Քրիստոս ուն դու գնաս իրան ասես, որ ես իրան սիրում եմ որպես իմ որդու։ I thought, help. Ասել դե օգնին։ Դրա He was there, this big guy. ուզած նստած այդ մարդը։ So I walked past the truck, trying to build up courage. Ու ես հիմա անցնում եմ այդ իր այդ մեքենայի մոտով, The voice became stronger. Go and tell him. ինչքան մոտենում եմ այդ մեքենային այդ ձայնը ուժեղանում գնաս, ասել ես իրան սիրում եմ։ As a father loves a son. Ես սիրում եմ իրան ինչպես հայրը իր որդուն է սիրում։ So the weight got heavier and I turned around, went back, tapped on the window. Ու ես որ այնքան անտանելի էր արդեն դա, ուղղակի շրջվեցի դեպի բեռնատարի դուրը ծեծեցի։ I expected him to tell me to go away in no uncertain terms. Ես մտածում եմ սա քրֆելով կասի ռադուտ քաշիստերից, ով ես դու։ But I just, as he opened the window and just glared at me, I said, I'm a
Christian, and I feel God has said, tell you that God loves you as a father loves a son. Երբ որ տապակին դուրս տապակին չածից մարդը նայեց ինձ դի հայացքով ասի ես քրիստոնյա եմ ու ինձ Աստված ասեց որ քեզ ասեմ որ ինքը քեզ սիրում է ոնց որ հայր իր որդուն է սիրում. He put his arms across the steering wheel, bent his head down and just began to sob. Ինքը եկա ձեռքերը դրել էր ղեկին, մեկ էլ լսեց, գլուխը կախեց ձեռքերի մեջ ու սկսեց լացել. I put my hand through the window and started to comfort him. Ես ձեռքս մեկնեցի լուսամուտից ներս դրեցի իր ափսից սեցի մխիթարել իրան. He then got out of the truck and he was head and shoulders above me. Որ ինքը դուրը բացեց իջավ բեռնատարից, մի գլուխ ինձից բարձր էր. He said, I'll tell you my story. Ասեց ես ոնց քեզ իմ պատմություն ասեմ. He said, recently I was in prison for an armed robbery. Ես վերջերս բանտում եմ եղել զինված թալանչության համար. He said, I've made a living as a bare knuckle fighter. Ես փող եմ աշխատում ուրիշների մորուքը ջարդելով. He said, people want to fight me because I'm so big and strong. Այնքան ուժեղ եմ, մարդիկ վախենում են նույնիսկ իմ հետ կռվեն արդեն. He said, I've made a lot of money fighting bare knuckle. Ու ես մարդկանց այդ բանով էլի մեկ բրունսկներով կռիվներն են. Դա ոչ, դա արգելված, ոչ օրինական լետնիկս բան որտեղներ։ Հիմա արդեն օրինական է։ Աշոտ դա էլի ինքը բրունսկա մարդը չի էլի։ Գոլի տորսո առանց բանի որ մուզիկները իրար տալիս են։ Այն գազում է դրանով փող եմ աշխատել։ He said, but I was arrested for armed robbery and put in prison. Բայց ինձ թալանչության համար ձերբակալեցին, դրեցին բանտ։ And he said, in the prison I became suicidal. Բանտում ես ինքնասպանության փորձեր էի անում։ He said, I knelt down in my cell and I said, God, if you get me out of here, I'll serve you. Ես ուղղակի իմ բանտի խուցում ծնկի եկա գետնին վրա, ասի եթե Աստված դու ինձ հանես տեղից, ես ուղղակի կծառայեմ քեզ։ Unexpectedly, he said, I was called to the parole board. Ու հանկարծ ինձ կանչեցին այդ քննական դատա, որտեղ որոշում են շարունակի մարդը իր Աժամկետ դուրս անել։ թե աժամկետ ազատեն իրան։ He said, and I was released really early. Ու ինձ շատ շուտ արձակեցին։ He said, that was a while ago now and I've never given God another thought. I've never thought about God again. Ու երբ որ ես դուրս եկա ու դա շատ շուտ է եղել, վաղուց է եղել, բայց չեմ մտածել դրանից հետո Աստծո մասին։ Sometimes I go to pray for people and just weep. They look at me. Ուզում եմ որ ես պիտի աղոթեմ մարդկանց համար նախ մի քիչ ժամ լացում եմ հետո աղոթել։ So he basically, we prayed together and he said he wanted to follow Jesus. And I think he's had a gran in the family who was a Christian. The next day I went back with a book. And it was all about people who were wild in the heart but wanted to know Father God. And he got out of the truck and we started to pray again. And halfway through the prayer I looked and there's another set of feet in the circle. Wow. Someone else had come and stood. So I carried on praying. And the big guy, didn't mind but carried on praying with me. So the lorry driver who was delivering aggregates, he got to hear a bit of the gospel as well. So the Spirit of God in us will give us a compassion, and He will provoke us to do things we're afraid to do. So every time we are obedient to the Holy Spirit's prompting, it takes us to a higher level of relationship and trust.
ավելի բարձր մակարդակի է տանում իր այդ հաղորդակցություն եւ վստահություն ունենալու համար։ And he starts to move through us in ways of authority and sometimes healing. Ու այդ պատճառով ինքը մեզ ավելի է կարողանում օգտագործել իշխանություն կիրառելու, բժշկություն բերելու համար։ Another situation where we want to share God's love with people. Ես եմ օրինակ էլ պատմեմ ձեզ այն բանից ինչպես է ցանկություն ունեի Աստծո սերը կիսվել ուրիշների հետ։ We sometimes pray in the street for people who have a physical need. Մենք ծառայություն ենք հատուկ եւ մեր քաղաքի փողոցում հատուկ տեղ ունենք, որտեղ անցորդների համար, ովքեր ֆիզիկական բժշկության կարիք ունեն, կարողացում ենք իրենց համար։ This wonderful, precious treasure in us, in this jar of clay. Ու ես կավե ամանի մեջ ունենալով այդ թանկ գանձը, God's Spirit, He sees everyone coming past us and knows them all. դու Աստծո հոգին ով գիտի բոլորին ովքեր անցնում են այդ փողոցով։ And He will know whose heart is open and whose is closed. Ինքը գիտի ում սիրտը բաց է եւ ումը փակ։ He will prompt you to speak to the right person. Ու ինքը մղում է մեզ խոսելու ճիշտ մարդկանց։ My wife and I were on the street a while ago. Ինչ որ ժամանակ առաջ կնոջս հետ փողոցում էինք, We sometimes just put a banner up and pray for people to be healed. ու շատ հաճախ մենք ուղղակի տենց հատուկ բան ունենք, դրոշ ունենք, որի վրա գրված է այդ բժշկության աղոթքը, մարդիկ գիտեն արդեն, ու դնում ենք դա ու սպասում ենք ով կմոտենա։ And a lady with a young son of 12 years old came by. Ու մի կին, որ 12 տարեկան տղայի հետ էր, իր տղայի հետ մոտեցավ ես։ And my wife just started making a fuss of their dog. Այն կինս հետ իրանք շունն էին, երևի իրենց հետ ասեց իրան շան հետ խաղալ։ Just said, have you got any prayer needs? Ասեց իսկ կան ինչ որ աղոթքի կարիք ունեք։ She said, well, my son's been going to the hospital for 5 years. Գիտեք, ասում եմ, ես 12 տարեկան տղաս արդեն 5 տարի է հիվանդանոց է գնում։ He keeps having fits that throw him to the ground. Մինչև նա իր աղոթքերը թուլանում ու ինքն գնում է գետին։ He then vomits. Ասում է հետ տալ, He can't process food properly. չի կարողանում իր սնունդը մարսի, կերածը մարսի։ And the doctors don't know what's wrong. Ոչ մի բժիշկ չի կարողանում հասկանալ ինչն է խնդիրը։ So we said, can we pray for him? Ասիկ ուզես աղոթենք իր համար։ He looked very sickly, very thin. Երևում է, որ հիվանդոտ է, շատ նիհար։ I put my hand on him and prayed, and he went down to the ground. Ես ձեռքս զեցից աղոթել երեխու համար, այդքան իջավ գետնին։ And he looked very pasty white. Ու շատ սպիտակ էր, տենց սփռտնած էր։ All the traffic's going past. Մեքենաներն անցնում փողոցով, People are looking նայում են ինչա կատարվում։ at the banner with the church and healing written on it. Նայում են այդ դրոշին հասկանում են, որ եկեղեցական բանաբժշկության հետ է կապված։ So when the boy went to the floor, we just said no to vomiting in Jesus' name. Երբ որ աղոթքի ժամանակ երեխան իջավ գետնին, հրամայեցինք ասելով Հիսուսյանով արգելում ենք ես հետ տալը փսխելը։ So we pray using the authority that Christ has given us. Աղոթեցինք այն իշխանությունով, որ Քրիստոս տվել է մեզ։ He says, I give you authority. Որտեղ ասලා ես ձեզ իշխանություն եմ տալիս։ And the boy was not sick. And he did not vomit. Ու այդ պահին որ աղոթում ենք երեխան դադարեց փսխելը։ His mum said that's very strange. He always vomits when he's fainted. Մայրացը շատ տարօրինակ է, որ ինքը ոնց որ կռանում է, միշտ փսխում է։ We saw the mum 2 months later. Ինչ որ ժամանակ անց 2 ամիս էր անցել, ես տեսա նորից իրենց։ She came up excitedly saying, my son's healed, he's healed. Ուրախացած վազեց մեզ սակրես, իմ տղան բժշկվել է։ He's never had a fit, he's never vomited, and he's eating all proper foods. Նորմալ ուտում է, նորմալ մարսում է, ու էլ չի փսխում։ He went to hospital, the consultant said, what on earth has happened to you? Ասա գնացինք հիվանդանոց, ու մեր կոնսուլտացիանով բժիշկը նայեց, ասում ի՞նչ է ձեր հետ կատարվել։ And the young boy said, I received healing prayer. Որ բժիշկը ասում է, երեխան ինքն է ասում է, ես բժշկության աղոթք եմ ընդունել։ 9 months later, he came back a fit, healthy boy. Ու 9 ամիս անց մենք նորից տեսանք իրան, վերադարձավ, արդեն լրիվ լիարժեք առողջ And մանան տեսքում էր։ he came back to thank us, and he said, when you pray over me, he said, I feel some energy, something going through me. Ու պատմեց, ասեց, երբ որ դուք այն ժամանակ աղոթեցիք իմ համար, ես զգացի ոնց որ մի միջոցով հոսանք անցներ։
So 18 months later he emailed the church Մի տարուկես անց ինքը մի նամակ գրեց մեզ եկեղեցուն and asked us to go and see him at home. Եվ խնդրեց որ այցելենք իրենց տանը։ So I went round with my wife, not knowing why we were going. Ես ու կինս գնացինք։ And he said, he answered the door, he'd grown quite a lot and he was quite Արդեն big. մեծացել պինտա էր դարձել։ I thought it was his older brother when he answered the door. Եվ որ ինքը դուրը բացեց, ինձ թվաց ինքը չի, իր մեծ եղբայրն է, այդքան փոխվել էր։ He just said, I'm starting a new school, I'm a bit nervous, can you pray for me? Ասաց ես նոր դպրոց եմ գնում հիմա, ուզում եմ ալթեք իմ համար, ուտեմ շանանգիստ եմ։ So we went inside and laid our hands on him in front of his dad and prayed for him. Իր հայրը այնտեղ էր, մենք մտանք ձեռքներս դրենք իր վրա, ասեցինք ալթել իր համար։ And he shut his eyes in a place of receiving. Ինքը իր աչքերը փակեց, ձեռքերը բացեց այդ ընդունելու դիրքի մեջ։ And when we'd finished, he said to his dad, you want to feel this, Dad? Ու երբ որ ալթը վերջացինք, շրջվեց հորը, որ ներկա էր այդտեղ, ասեց պապ դու չես հասկանում ինչ եմ զգում։ He said, get them to pray for your hip. Ասեց արի թող քո այդ կոնկոսկրի համար ալթ է։ But the dad was not very keen, but it was just a bit open. So the Spirit of God in us is doing this work in other people. Sometimes people feel nothing. Healing happens over a period of time. Oppressing spirits leave people as you pray with them. It's all the work of Christ in us through the Holy Spirit. So that to me is us functioning outside of church life. But actually we need to function as well inside church. Be ready to serve. Just before COVID, I got a vivid picture in the spirit. I could see a column of people marching. And they were all holding placards. And it had written on the placards, broken, addicted, abused. Broken, addicted, abused. Forsaken and unloved. And I felt the Spirit say, prepare, get ready, change shape to accommodate. Change shape to accommodate. Because there's a sound of footsteps coming your way. And I believe that was a picture of people coming into the churches with all their problems. So we've got to be churches that together host the presence of God. Where He descends upon the people. Very similar to the Asbury revival. Because in a moment He can do in lives what would take us years of pastoral care. And in this season there's almost a calling to be in that holy place with God, so we carry the authority and the power to really help people. Because I believe the flow of people is going to get faster and faster. And if we don't, as a corporate body, function in God's authority,
Եթե մենք չլինենք Աստծո իշխանությունով ու հոգով գործող միասնական համայնք որպես if we not be prepared to radically love people, ու եթե պատրաստ չլինենք իրապես սիրելու ու ընդունելու այդ մարդկանց, find them new clothes, տանք իրանց նոր հագուստներ, feed those who've got no food, կերակրենք նրանք ովքեր սոված են, be radical in hospitality. պատրաստ լինենք հյուրասիրություն անելու իրենց, The people will come into the church and their needs won't be met. որտեղ մարդիկ գալու են եկեղեցի կարիքներով եւ եկեղեցին պետք է հոգա այդ կարիքները։ We need to really change shape and get ready to accommodate. Մենք պատրաստ պետք է լինենք փոխակերպվելու ու ընդունող դառնալու, Hearts willing and ready to serve. ունենալ ծառայելու պատրաստ սրտեր։ Because it says in Peter that we're a house made of living stones, Պետրոս ասում է մենք կենթանի քարերով պատրաստված տաճար ենք, with Christ as the cornerstone, որտեղ Քրիստոս անկյունակարն է, rejected by men but accepted by God. մերժված մարդկանց կողմից, բայց ընդունված ու հաստատված Աստծո կողմից։ And we're all interlinked as living stones together, Եվ իր շնորհիվ մենք բոլորս միասին համակցված կենթանի քարեր ենք, that the Spirit of God may dwell in us corporately. որպեսզի մեր մեջ միասնական Սուրբ Հոգին կարողանա բնակվել։ Now God has got a sense of humour. Աստված նաև հումորի զգացում ունի։ He will usually cause you to serve next to someone who really annoys you. Ու որտեղ ինքը քեզ կանչելու է ծառայես մեկին, որ ներվերից վրա ազդում է։ And there'll be a bit of friction. Նույնիսկ ոնց թեթև կարող են կոնֆլիկտել մեկ իրար հետ։ And a bit of heat. Ոնց որ թե կարող երկու անգամ տվել առել եք վատ իմաստով իրար հետ։ And it's an invitation to love people in a deeper way. Որտեղ դա հրավեր է քեզ սովորելու ավելի խորը ձևի սիրես մարդկանց։ God knocks off all the rough edges Որով ասած ուզում եմ մեր չոր կողքերը մշակի տենց, until we start to look like Christ. որպեսզի մենք Քրիստոսի նման դառնանք։ And people look and say there's something different about you. Որպեսզի մարդիկ մեզ դառնան նկատեն ասեն։ You carry a peace. Ուրիշ խաղացում ես։ There's something that you seem never to be flustered in life. Ոնց որ թե դու կյանքը քեզ չի կարողանում կոտրել ու շուռ տալ։ So we form this temple, this holy place for God's Spirit. Ոսի մենք միասին կազմում ենք այդ Աստծո հոգու տաճարը։ And if we hunger and thirst for His presence, He will come. Ու երբ որ մենք կարիք ունենք, ծառավենք ու սոված ենք իր ներկայության, ինքը կգա։ We must then stop our schedules and all the pre-planned things at times and just let Him do what He wants to do. Ուսի պետք է թողել նախնական այդ քո բոլոր այդ նախապատրաստությունները, ուղղակի գալ ու ասել դեր ես քեզ եմ ուզում։ He knows every heart, every thought, every mind. Ինքը գիտի բոլոր մտքերը, բոլոր սրտերը, բոլոր կարիքները։ He knows everyone who's got a broken heart. Գիտի որ բոլորն էլ կոտրված սրտեր ունեն։ I prayed with a lady recently who just kept saying, I've got a broken heart, I've got a broken Ես heart. մի քրոջ էի ծառայում, որ անընդհատ ասում էր, իմ սիրտը կոտրված է, իմ սիրտը կոտրված է, իմ սիրտը կոտրված է։ And the Holy Spirit showed me it was a spirit troubling her, telling her the lie about her broken heart. Ոսոպակին ցույց որ դա իր մտքերը չէ, ոչ որ մեկ այլ հոգի է իրան անընդհատ հուշում որ դու կոտրվածիր դու կոտրվածիր դու քեզ կոտրել է։ The Spirit was holding her in a place of unhealthy grief. Ու այդ հոգին դարձ ասած իրան գերեր պահում այդ անառողջ սուքի մեջ։ We prayed and the Spirit gently left. Մենք աղոթեցինք ու այդ հոգին ամետացավ։ And she emailed saying, my heart is no longer broken. Դե տաղոթքից հետո ինձ նամակ գրեց, ասես իմ սիրտը կոտրված չի։ I feel joy coming Ես up. ուրախություն եմ ապրում, ուրախ եմ։ The Holy Spirit had done some work in the lady's heart. Որտեղ սուրբ հոգին է գործել իր սրտի մեջ։ So we are living stones, built carefully and purposefully by the Father. Ոսի մենք որպես կենթանի քարեր հոր կողմից այդ իմաստուն ճարտարապետի կողմից ենք կառուցում իրար այդ որպես տաճար։ Into a holy temple. Որպես լինենք այդ սուրբ տաճարը։ We need to walk carefully, Ոսի պետք է ուշադիր լինենք։ ensure we're building and not destroying, Որպեսզի մենք կառուցող լինենք այդ տաճարը, ոչ թե քանդողը լինենք։ encouraging one another in love, Հոգ տանելով եւ հորդորելով իրար սիրո մեջ։ carrying each other's burdens, Իրար բեռնել կրելով։ supplying food and resources to those in need. Նրանք ովքեր կարիքներ ունեն ապահովելով իրենց սնունդով, հագուստով եւ մյուս կարիքներով։ And then the Holy Spirit in us starts to bring that joy, that peace, that wonderful sense of being on the same mission as Him.
Եվ այդ ժամանակը որ Սուրբ Հոգին մեր մեջ բերում է մի կարևոր զգացում ուրախության, որ մենք իր հետ նույն առաքելության մեջ ենք։ Իսկ ինչ որ ինքը անում է, մենք իր հետ շարժվում ենք այդտեղ։ So just to look back over what I've said, Ու նայելով հետ ինչ որ ես ասեցի հիմա, I believe God is preparing our hearts to serve. հավատում եմ որ Աստված պատրաստում է մեր սրտերը ծառայելու համար։ I believe the flow of people into churches will increase. Հավատում եմ որ Աստված հոսք է բերելու դեպի եկեղեցի, որ աճելու է շարունակաբար։ It's a time where we're called into holy union with the Holy Spirit. Բայց դա մի ժամանակն է կանչում է մեր Սուրբ Հոգու հետ ավելի մոտիկ եւ Սուրբ հարաբերություն ունենալու։ An obedience where we lay everything down before Him, say, Եվ հնազանդելու է որ ամեն ինչ կդնենք իր առաջ։ not my will, but yours. Ասելով թող քո կամքը լինի, ոչ թե իմ կամքը։ It's a costly walk, Դա արժանալու է, ինչ բան արժանալու քեզ այդ քայլերը, but the rewards are so great. բայց հատուցումը շատ ավելի մեծ է։ Ամեն We see God do miraculous things, Տեսնելու ենք ինչպես Աստված զարմանալի իրաշխներ անում։ bring new life into people for eternity, Մարդկանց հավիտենական կյանքի մեջ բերելով, rescue them from darkness into light. փրկելով իրանց խավարից եւ բերելու լույսի մեջ, Kingdom of God is built. կառուցելով Աստծո թագավորությունը, Christ is glorified. Քրիստոսին փառավորելով, We are fulfilled as His children. եւ մենք որպես իր որդիներ դրա մեջ ամբողջական կլինենք, կարծես, կայացած կլինենք։ Yeah, so I just want to finish this session by just creating an opportunity for us to step into that invitation to serve and to go deeper with God. Ես մեմ ավարտենք այս մեր բաժինը հնարավորություն տալով մենք հավատքով քայլ անենք դեպի այդ նոր հրավերը, նոր իրականությունը։ You might say, well, Chris, I've never prayed for anyone. Ու կարող մտածես ակրիջան, ես երբեք ոչ մեկի համար չեմ աղոթել։ If you're a believer, the Holy Spirit is in you, you are qualified. Քանի որ դու հավատացյալ ես եւ Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ, դու որակավորված ես դրա համար։ I've never prayed over someone who feels oppressed. You might say, I've never prayed over someone who feels Մտածես oppressed. երբևէ չեմ աղոթել չգիտեմ, ճշվողի համար, դիվական ազդեցության տակ եղողի համար։ You're releasing the Holy Spirit over them. The Holy Spirit Դու power. ուղղակի արցակի Սուրբ Հոգում։ It's not us. It's nothing to do Դու with ես, us. ինքո մասին չի իրականում, Հոգին է գործում։ We're a vessel holding that beautiful holy Ընդհանրապես treasure. կավե ամանն ես, մի մոռացի։ Մեջին է, կա ամանի մեջի որ պիտի գործի, կա ամանը չի որ գործում է։ Let's stand. Ու եկեք անենք։ Ոնց հասկացա, սա կոչը ավելի համարձակ, թե մոտենալու Տիրոջը, թե այն իշխանությունը, որ ինքը ունի մեր համար, եւ ուզում եմ մեր միջոցով գործելու, այլ ուզում եմ մենք հավատանք վերցնենք ու սկսենք այդ ուղղությամբ լուրջ լինել, հա, ուշադիր լինել, շարժվել այդ ուղղությամբ, մտածել այդ ուղղությամբ, աղոթել այդ ուղղությամբ, ու ինքը ես հավատում եմ այս խոսքը որ տվել է մեզ նաև տալու են մարդկանց մեր շուրջը, որոնց ուշևէ աղոթես իր համար, դա պետք չի տենց գորգռալու չգիտեմ, կարող է փոքր խոսք լինի, փոքր հպում լինի, առաջարկով խնդիրում ես, կորես աղոթեմ քո համար, ես հավատում եմ Աստված կարող է քեզ օգնել, ես չի Աստված, Պետրոսն Հովհաննես երբ որ բժշկում էին այդ անդամալություն գեղեցիկ դարպասների մոտ տաճարին, ասին մեզ նայի, Հիսուսը, ու իր ամեն բժշկություն է։ Հետո են ասում ինչ եք մեզ նայում, ոնց որ մենք ենք արել չենք, դե ամեն արել ուզում եք, հարցում եք, իրան։ Այնքան կարևոր է, որ այո, դու այդ ամոթի մեջ այդ որակում մնաս, բայց հիշես որ դու լիքն ես այդ գանձով այդ հոգերով։ Ու արձակել, ապեր ուզում արձակի քեզ, օգտագործի քեզ։ Ուրիշ հույս չունի, ուրիշ բանակ չունի Աստված։ Ես ու դու ենք, հրեշտակները չեն լինելու դա։ Ես ու դու ենք լինելու, սովորական մարդիկ։ Անսովոր Աստծո հոգով։